ձեզ հարգելի երևանցիներ։ Մենք նորից Նաիր Իզարյան 11-13 հասցեում ենք։ Սա այն հասցեն է, որտեղ պատրվում է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության թուրքական իշխանությունների դիմակը։ Իհարկե կարող ենք ասել, որ դա շուտվանց պատրված է, բայց այնուամենայնիվ այստեղ այս պահին, նայեք, տեսեք, աշխատում է այս թուրքական լիրայի և ադրբեջանական մանաթի հաշվին այս զինտեխնիկան։ Զինտեխնիկա է սա համարվում ըստ էության, ծանր տեխնիկա է, որը փորում է ընդենքը և աղմուկ են հրնակ նաև շաբաթ օրով, ինչ աղմուկ են բարձրացրել, երեք կա նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հավաքվել էին և խոսում էին աղմուկի մասին, որ աղմուկի քանակը բարձրությունը անթույլատրելի է Երևանում և նաև շրջաններում է այդ վիճակը, բայց հիմա ես այս պահին ահազանգներ եմ ներկայացրել այդ բոլոր պետական մարմիններին, առողջապահության նախարարության թեժ գիծ եմ զանգահարել, կա առողջապահական և աշխատանքի պետական տեսչական մարմին, դրանց եմ զանգահարել, իհարկե չպատասխանեցին իրենց թեժ գիծը, ոստիկանությանն եմ զանգահարել, նրանցից դեռ պատասխան չունեմ, իհարկե ահազանգս գրանցել են։ Հիմա տեսեք ես սայտարակ մեքենաները, ոնց են աշխատում շաբաթ օրը, անդորը խանգարում մարդկանց, ինչու են աշխատում, որտեղ շտապում են, թուրքական լիռան անկում է ապրում, ադրբեջանական մանաթի պես, հիմա տեսեք։
գարաժ է, ուրեմն մի հատ փախստական տիկին կա, անունը Լիաննա Մուշեղյան։ Այս փախստական Արցախից եկել է Երևան, պատկերացնում եք, փախստական տիկինը եկել է Երևան եւ 13 շուրջ 14 միլիոն դրամով գնել է այս ավտոտնակը։ Նայեք, այս ավտոտնակը գրել 14 միլիոն դրամով։ Հետաքրքիր է, փախստական է 14 միլիոն դրամը ոնց է տեղափոխել Հակարի կամուրջից Երևան, փախնելու ճանապարհին գաղթի եւ ոնց է այդ ավտոտնակը գնել է։ Մի հատ նայեք, 14 միլիոն դրամով այս ավտոտնակը նա գնել է։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ մինչև նրա գնելը իր անունով գրանցելը, այս ավտոտնակի տակի հողը Տիգրան Ավինյանը 2024 թվականի մայիսին տվել է նախորդ տիրոջը այս ավտոտնակի, ինչ որ Արմեն Մարտիրոսյանի, ով այս տարածքի թուրքն է, դավաճանը, որովհետև այս շենքում է բնակվում, եթե նա չվաճառեր այս ավտոտնակի տարածքը, այսինքն սկզբնապես նրան չտրամադրեր Ավինյան Տիգրանը այս տարածքի վերաբերյալ վարձակալության պայմանագիր, այդ փոխկապացվածքին փախստական Հակարի կամուրջը անցած 14 միլիոն պատկերացնում եք դրամա բերել, այսինքն ակնհայտ է, որ ադրբեջանական մանաթ է բերել եւ ադրբեջանական մանաթը այսօր Երևանի կենտրոնում մորթելով Արաբկիր համայնքի հին տները, ուղղակի այգին քանդելով, այդ ադրբեջանական մանաթը լվացվում է թուրքական կառավարության կողմից։ Տիգրան Ավինյանը այս տարածքի վերաբերյալ որոշում է կայացրել, պատկերացնում եք ինչու է կայացրել այդ որոշումը, որովհետև այս իրենց ծրագրած նախագծած այդ շենքը պետք է ունենա այլընտրանքային մուտք ու ելք եւ այդ այլընտրանքային մուտք ու ելքն էլ պատկերացեք թուրքական մանաթի հոտով պետք է ապահովեն այստեղից եւ այս նեղված տեղից, տեսեք, պետք է դուրս գա այդ ահռելի շենքի մյուս մուտքի ճանապարհը, այսինքն մուտք-ելքի ճանապարհը։ Երբ մենք նայում ենք նախագծին, նաեւ նախագիծը չի պահպանել 40-60 նորմատիվ պահանջը, այսինքն 40% կանաչապատում, 60% կառուցապատում։ Հիմա մենք տեսնում ենք, որ սրանք, հիմա ես էլի մոտենամ տարածքին, ոնց են 100% տարածքը մորթում, այսինքն միայն այս հիմքը արդեն առնվազն հերիք էր, որպեսզի դադարեցվեր այս ապօրինի շինարարությունը, բայց ոնց դադարի, ընդերք են թալանում, այս ընդերքի հարստությունը կրուկ տանում է, որովհետև թուրքական լիրա են լվանում, ադրբեջանական մանաթ են լվանում, տարածքի 100%-ը ադրբեջանական բանակը այդ ուրիշ հուքին եղել է նա ծառայում այս բազարը նախարար առողջապահության
Ես ձեզ զանգահարեցի, ձեր թեժ գծին, հաղորդումը ներկայացրեցի, մինչև հիմա այստեղ դուք չեք եկել, մինչև հիմա ձեր ներկայացուցիչները այս տարածք չեն եկել, չեն արձանագրում, որ ինչ ապօրինություն է։ Տիկին մարդու իրավունքների պաշտպան, ուր ես, երեք խոսում է իր աղմուկից, տիկին ներքին գործերի նախարար, տիկին ջան դու ուր ես։ Նա ինչ է կատարվում Երևանի կենտրոնում, նա ինչ ապօրինություններ են տեղի ունենում, տիկին դատախազ, դու ուր ես, ես ես մտածում, որ վաղն ուսոր քո կաբինետում գալու են քո հետևից շղթաները գցեն ձեռքերը և տանեն Աբովյան քրեակատարողական հիմնարկած ապօրինությունները հովանավորելու համար։ Երեխաների մարզադաշտից, նայեք մարզադաշտը, ընդամենը կես մետր են ստեղից թողել, մինչդեռ 12 մետր պետք է լինի հեռավորությունը։ Այստեղ փոր է, նայեք փորը, այս գազանների փորը։ Շաբաթ օրով, նայեք ոնց է շտապում, Վահրամ Ադանյան, Տիկո Ավինյան, ինչքան է շտապել, մենք էլ ենք շտապում, դա ձեր նաշղտան, ձեր ձերքին ձեր նաշղտա անցկացնել և տանել համապատասխան վայրեր։ Վահրամ Ադամյան, Լիանա Մուշեղյանին էլ է սպասվում նույնը, կարող ես հաղորդել, այդ փախստականին, ով 14 միլիոն դրամով, շուրջ 14 միլիոն դրամով ավտոտնակ է գնել, որի հիմքում է ընկած Ավինյան Տիգրանի ապօրինի որոշումը։ Եվ այս ամենը անդուրժում են ովքեր ախորժալի թուրքական մանաթի, այդ ադրբեջանական մանաթի հոտառածները, խեղդվեք այդ թուրքական մանաթի հոտից, տականքներ, սատկեք։